Ուրեմն հարգելներս 98 թիվն էր։ Երրորդ կուրսում եմ սովորում Թատերական ինստիտուտում։ Շատ ակտիվն եմ, դες միշտ ակտիվն եմ եղել։ Համերգներ էին կազմակերպում, հումորային ծրագրեր էինք անում, կավեն, էս կոմ, են կոմ։ Ու այդ ակտիվության մեջ մեծ համբավ ունեի, մեծ ճանաչում ունեի։ Մարդիկ ինձ ասեցին, արի Թատերական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվի։ Ընտրություններ եղավ, ինձ ընտրեցին, չեմ անում, որ ասեմ, ինչ-որ մի հատ փոփոխություն եղավ իմ կյանքում, չէ։ Միայն ավելացավ պատասխանատվության հարցը։ Շատ պատասխանատու, ոնց որ պոստ էր, ես որ ընտրվեցի, եթե միջև այդ, եթե ես անում եմ մի 10 հատ բան, ինձնից գոհ շնորհակալ էին, դրանից ընտրվելուց հետո ես անում էի 50 հատ բան, ինձնից ոչ մեկ գոհ շնորհակալ չէ, լավ կարծում էին, թե ես ավելի շատ բան պետք է անեմ։ Ու այնքան մելքի հարցեր էր գալիս առաջ, օրինակ աղջիկների զուգարանը Զաստարենի էր եղնում, ինձ կանչում էին, ասում էին մի հատ պլակատ սարքի, մտի լսարանեն ասա, որ այդ զուգանի մեջ ուժ բան չգցեն, որ Զաստարենի չլինի, սենց անկապ զիբիլ հարցերով գալիս մոտիկ անում էին, ասում էին, ու ներվային ասում էին մարդուն ու փոշմաների, որ ընտրվել է ուսանողական խորհրդի նախագահ։ Այնքան անկապ բաներ հարցերով էին գալիս դիմում։ Ու մտածում ես, մի շատ պետք սա ինձ, խի ընտրվեցի, ես եթե ուսանողական խորհրդի նախագահ չէի, անում էի այս ինչ որ հիմա եմ արել դրա կեսի չափը ինձանից գոհ շնորհակալ են, հիմա ինչ անում ինձ գոհ շնորհակալ չեն։ Հիմա ես ուզում եմ Սամվել Կարապետյանին ասեմ. Սամվել ջան, պարոն Կարապետյան ջան, քեզ շատ պետք էր մտար այս ամենի մեջ, քո համար հանգիստ ապրում էիր, քո բարեգործություններն անում էիր, մտար, այս ամենի մեջ խառնվեցիր, հեծդ կորցրեցիր, քանի ամիս բանտում նստեցիր, ինչքան մարդիկ ձերբակալվեցին, ինչքան ծախսեր արեցիր, ինչքան քո անձնական փողերից ծախսեցիր, որ այս ամեն ինչը կազմակերպեցիր, այս ընտրություններ, բան, լրիվ քո գլխացավանքների մեջ դրեցիր, վերջում ինչ ես ստանում։ Վերջում ստանում ես միայն անշնորհակալ խոսակցություններ։ Ինչի տեր քեզ պետք ցավը տանեմ։ Ասա, ինչի տեր քեզ պետք մտար այս ամենի մեջ։ Հիմա այն բլոգերները նայում եմ, այս 20 օրա ոչ խոսում են ոչ բան, որտեղ մանտրաշի մեջ են, որ այս ժողովուրդը գնաց երրորդ անգամ Նիկոլին ընտրվեց, տեղս չեմ կարող գտնել, բայց լիքը բլոգերներ կան ախպեր, որ հելել մենակ իրանց ուշքո միտքը մանդատները կվերցնեն, թե չեն վերցնի, թե Նիկոլը որ ընտրվավ, չընտրվավ, էդի հեչ մանդատների հարցներ, ամենակարևորը կվերցնեն, չեն վերցնի։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ես այդ բլոգերներին հետևում եմ ու տեսել եմ, որ իրանք ամբողջ այս ընտրությունների ժամանակ մի անգամ չասեցին գնացեք Սամվել Կարապետյանին ձեր ձայնը տվեք։ Մի անգամ չասեցին, բայց հիմա հելել խոսում են, ասում են մանդատները մի վերցրեք, որովհետև կեթան ձեզ կծեծեն, ես իմ ինչ կսարքեն։ Այմա ջան, ծեծողին ամեն տեղ էլ ծեծում են։ Ծեծվողն է ծեծվող, չծեծվողը չի ծեծվի։ Էդի մեկ։ Երկրորդը, ախպե ջան, դու որ այդ մարդուն չես քարոզել գնանը, թե դու ինչ իրավունք ունես իրանց ասես ինչ անեն, ինչ չանեն, ու դրա դու մեկտեղ վիրավորում ես, ես հասկանում եմ, դու կարծիք ունես, կարաս ասես ախպե ջան, լավ կլներ որ չվերցնեք, բայց որ վերցեցիք այս ձև կլնեք, կառաբալանտ կլնեք, այս ինչ, բայց որ դու դնում ես մարդուն վիրավորում ես ախպե ջան, դու ինչ իրա իրավունքն ունես, ասեմ օրինակ ես իմ ձայնս տվել եմ ուժեղ Հայաստանին, ես քարոզն արել եմ, որ գնան ուժեղ Հայաստանին ընտրեն, բայց ես այդքանից հետո այդ ներքին կուխնյա, այդ քաղաքական հարցերի մեջ ես չեմ ամենտեղ ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ճիշտը որն է, դրա համար ես սուս եմ մնում, որովհետև չգիտեմ ճիշտը որն է այստեղ, բայց այնտեղ ամեն տեղից ախպե ջան հայտնվել են լիքը ծակ պրոֆեսորներ, ամեն մեկը մի տեղ նստած ու տարբեր բաներով քֆրտում են, ինչ ասես որ չեն ասում այդ մարդկանց։ Արա ախպեր ջան, հələ մի հատ սպասի, ես մտածում եմ սենց, տվել եմ իմ ձայնը, ոնց գտնում եք ճիշտը, անենց արեք, գտնում եք պետքա վերցնենք մանդատները, վերցրեք, գտնում եք պետք չի մանդատները, մի վերցրեք, ոնց որ Սամվել Կարապետյանի ուշք ու միտքը գտնում էր, գար մտները սաղ այս ամեն ինչ մեջ մտներ, որ Նիկոլի տակը մտներ ծեծվեր։ Ուրիշ էլ բան չուներ Սամվել Կարապետյանն անելու, եկել էր որ այս բանի մեջ ձեր բաների 2 կոպեկանոց ձեր խոսալու բանի տակ մտներ։ Այ ախպեր ջան, մի հատ հələ սպասեք տեսեք ինչ, թող այդ մարդիկ որոշեն ոնց է ճիշտ, գտնում են սենց է ճիշտ։ Ծեծվողնել են իրանք, թուրքումուր ուտողնել են իրանքը լինելու։ Չեմ անում, այնտեղ լավ բան արեցին, լավ բան կստանան, վատ բան արեցին, վատ բան կստանան։ Ինչ եք խառնվել իրար։
Ինչ եք դուք ախպեր ջան, միակ ուժ ունեք, որ ընդդիմադիր նորմալ, որ դրեք ինչ ասես դնում, ինչ ասես փչացնում եք դուք ամեն ձևի։ Դրա համար էլ ախպեր ջան, ձեր 1-2 չի լինի։ Դրա համար էլ այս քաքի մեջ ենք։ Դες որ ընկերած մեկ հելեք փողոցով հարց լուծեք։ Արա մի հատ տեսեք փողոց մարդ դուրս կա գալացող։ Դուք չհասկացաք, որ այս մարդի գնացել են Նիկոլին են ընտրել։ Ինչքան էլ Նիկոլը կեղծի, չծեղծի, չխեղծի, բայց այն մարդիկ, որ ընկել էին փողոցները Նիկոլի ոտերի տակ, ասում են երեխա կորցեցին, քեզ գտանք։ Այդ մարդիկ խոմ կան։ Այն երեխեք, այն հազար ու մի մարդիկ, որ գասի մի հատ պեչենի ստանային, մի հատ մագնիտիկ ստանային, այդ մարդիկ խոմ կան, ֆեյք չեն դրանք։ Կան, չէ՞։ Facebook-ում էլ ինչքան ասում եք, նստած փողով գրում բան են անում, բայց այդ մարդիկ կան, չէ՞, այդ մարդիկ չեն կորել, լրիվ էլ կան։ Փողոց հելնող մարդ չկա, հելնողը շուտ պետք է հելներ, չհելավ, կամ էլ հելավ, ծրեցին գնաց։ Ասածս հիմա որն է, այն բլոգերները, որոնք ձայն որ չեն տվել ուժեղ Հայաստանին, իրավունք չունեն ստեղ այդ մարդկանց վիրավորելու։ Ձեր կարծիքն ունեք, ասեք ախպեր ջան, մանդատ մի վերցեք, հասկացանք ախպեր ջան, հիմա իրանց գործն է, կվերցնեն մանդատը, չեն վերցնի մանդատը։ Դուք մի 10-20 կամ 30-40 կամ 1000 հոգով ասում եք մի վերցրեք, աղեն դե 200,000 հոգի մարդ էլ կա, ասում է վերցրեք։ Ուրեմն դուք բան հասկանում եք, դե եկեք մի հատ ձեզ հետ մի հատ քննարկենք, ինչ որ մի հատ հարց եղնի, զանգենք, ասենք ջան, չեմ անում, ես ինչ բլոգերին, ինչ ես մտածում, ինչ անենք։ Դե լսում էինք ինչ էիք դուք ասում։ Ձեր ասածները լսում էինք ինչ ենք ասում։ Չեմ ուզում ասել կոնկրետ մեկի, բայց կանեմ հատատ հերթով կոնկրետ ամեն մեկի վրով անցնեմ։ Ով ինչ էր խորհուրդ տալիս, ով ինչ էր ուզում ասել։ Սաղ ծակ պրոֆեսորներ են, ախպեր ջան, այնտեղ չհասկացողներն էլ, ծեծվողներն էլ այնտեղ նստած էին։ Ուշք ու միտքներ եթում է, Սամվել Կարապետյանի ուշք ու միտք եթում էր, որ գար մտներ էս ամեն ինչի միջով անցներ, վերջում էլ մտներ բան ազգային ժողով ու ծեծ ուտեր Նիկոլից։ Ու մի խոսք էլ ուժեղ Հայաստանին։ Այդ ձեր ցավը տանեմ, հերիքը այդ Ռուբեն Ռուբինյանը ինչա, հերիքը ասեք թուրքա, հասկացանք, լրիվս էլ գիտենք թուրքա, հերիքը ասեք չեմ 300,000 ադրբեջանցիա գալ, դուք չեք հասկանում, այս մարդկանց всё равно է, այս ժողովուրդը արդեն ջոկել է, որ Նիկոլը թուրքա, Ռուբենը թուրքա, 300,000-ը գալու են, դաբրո պաժալվայց, սաղ ամեն ինչ ջոկել են, սաղ ամեն ինչ հասկանալի է, իրանք դեմ չեն անկլավները տան բան են թուրքերին, Դիգրանաշեն, բան, դեմ չեն, ձեր ցավը տանեմ, դուք չեք ջոկում, խեք այդ նույն բանը խոսում, մեզ համար եք ասում, մենք արդեն գիտենք, ես գիտեմ արդեն, որ Ռուբեն Ռուբինյանը թուրք է, ձեզ նայողները մենք ենք, ուրիշ բան ասեք, ձեր ցավը տանեմ, այդ դրանցով այդ մարդկանց ոչ կվախացնեք, ոչ ես ինչ կանեք, ասեք, մենք թուրքերի հետ էթում ենք բարեկամության, այսենց, ձեր շատ պետք է մտել եք, ես եք անում, են եք անում, միր, լյուբով, ժիվաչկա, ես ասեք ու վсё, թե չընկել եք, մանդատ կվերցնեք, չեն վերցնի, ծնգլերի, առավոտվանից իրգուն իշ միասնում ենք, մանդատները կվերցնեն, չեն վերցնի, կեթան կծեցվեն, չեն ծեցվի, ախպեր ջան, իրանց գործնա, կուզենան, կծեցվեն, չեն ուզենա, չեն ծեցվի, կուզենան կառաբալանտ կլնեն կամ առաբալանտ կլնեն, իրանց գործնա, դուք եք այդ ամեն ինչն անելու, իրանք են անելու, դե վсё ախպեր ջան,